Փաշինյանն ասում է, Հայաստանի քաղաքացին երբ ուզենա կարող է հեղափոխություն անել։ Ինչ եք կարծում, հիմա դուք հեղափոխություն կարող եք անել։ Ես պատրաստ եմ, եթե ժողովուրդը պատրաստ լինի։ Որ անեն լավ կլինի, որտեղ արդեն շատ ենք հիասթափված իրանից ամեն հարցում։ Ժողովրդի օգտին ոչ մի բան չի անում։ Հեղափոխություն անենք էլ ոչ մի բան դեռ չի անցնում։ Արդեն հոգնել են մարդիկ, այնքան հեղափոխություն են արի ու անարդյունք։ Ոչ մի բան չկա, ոչ մի օգուտ չկա։ Անտեղ է ամեն ինչ։ Ժողովուրդը արդեն հոգնել է ու հիասթափվել, հուսահատվել նաև։ Մարդ կա, որ գոհ է հիմա։ Իհարկե չկա։ Շատ վատ վիճակում ենք։ Իշխանությունները կատարում են իրենց պարտականությունները, մարդկանց կարող է դուր գալ, կարող է դուր չգալ։ Ինչ որ հարցերում դրական են գործողությունները կատարածը, ինչ որ հարցերում ոչ, խնդրեմ, իշխանության կատարած աշխատանքը մայթերը մարդը վճարում է կոմունալ ծառայության սպասարկման համար, բայց չի ստանում այդ ծառայությունը, մարդը գոհ կարող է լինել, բնականաբար ոչ։ Էլ ոչ մի բան չի ուզում անի ժողովուրդը։ Մեկը ես։ Շատ բան հասկանում ենք, որ սա երկիր չի, բայց ոչինչ չենք կարող անենք։ Չէ, ճիշտն ասած, ուժ չկա էլ արդեն։ Ուղղակի ուժ չկա։ Կներեք, հիասթափություն եմ ապրում ուղղակի։ Ամեն մի հրաման նախորդից վատնա, դուրս գալի ի ժողովրդին ի վնաս։ Մենակ եմ, որ շատ բաներ կա, բայց խի 63 տարեկանը մեծա, որ թոշակ ստանա, 65-ը մեծա, որ թոշակ, 75-ը, այսինքն 80 տարեկանում թոշակ հասնում ծեր մարդուն, որ հետմահու թոշակ համարվի, ու լիքը այդպիսի բան է, շատ երկար չխոսենք, ինչի մասին խոսենք, սա վատնա։ Մեր երկիրը ահավոր վատ վիճակում է։ Ժողովուրդը պետք է ելնի, որ անեն, չեն ելնում։ Արդյոք զզվել են ամեն ինչից, մի անգամ արին ինչ խես ստացան, որ էլի անեն։ Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ մեկը պատրաստ է հեղափոխության, հələ ժամանակ ունենք մինչև հեղափոխության հասնելու նորից։ Ես իմ էությամբ պետության կողմնակից եմ, մենք պետք է ունենանք ամուր պետություն։ Հիմա ինձ չի հետաքրքրում Փաշինյանն ինչ ասել, այն մյուսը ինչ ասել։ Մեր անտագության համար մեզ ամուր պետություն է պետք եւ ժողովուրդն էլ դա պետք է հասկանա։ Չէ, ինչ հեղափոխություն, շատ կառնավիճակ է։ Երկրում, աշխարհում դժվար հիմա հեղափոխություն անենք, ինչ որ լավ բան դառնա։